Բարև ձեզ։ Շաբաթ երեկո է եւ եթերում ձայնագիրն է։ Առաջիկա րոպեների ընթացքում տեղափոխվեք մեզ հետ երաժշտության աշխարհ։ Ծանոթացեք երաժշտական կյանքի անցուդարձին ամենահետաքրքիր համերգներին։ Այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիսի 5-ի համերգը նվիրված էր Փարիզի Աստվածամորթ տաճարի 850-ամյակին։ Երաժշտություն, կենթանի խոսք ու զրույց երաժիշտների հետ։ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն Մեծո ակումբում։ Պատանի վիրտուոզ, Խաչատուր Ավետիսյանի արժանի հետնորդ, Պատանի տաղանդ։ Շատերն այսպես գիտեն 16-ամյա կանոնահար Նարեկ Կազազյանին։ Նիդերլանդներում հնչել է Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետը։ Ձայն, լռություն եւ կատարյալ ներդաշնակություն։ Երաժշտական գործիքներ, որոնց ամեն հնչյուն տարածում է հանգստություն եւ լույս։ Զանգակներ խմբի օրերս կայացած համերգը։ Մայիսի 5-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը նվիրված էր Փարիզի Աստվածամորթ տաճարի 850-ամյակին։ Մոցարտի եւ Ռավելի ստեղծագործությունները նվագախմբի հետ կատարելու համար հրավիրված էին իտալացի կլարնետահար Ջամպիերո Սոբրինոն եւ ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնկլը։ Հանրահայտ տաճարի հոբելյանը աշխարհի երաժիշտները տարբեր երկրներում նշում են համերգներով։ Հայաստանն առաջին անգամ էր միանում այդ ծրագրին։ Փարիզի Աստվածամորթ տաճարի հոբելյանական միջոցառումները ֆրանսիացիները սկսել են դեռ անցյալ դեկտեմբերին։ 850-ամյա տաճարին նվիրված հայկական տոնական համերգը սկսվեց Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը օպերայի նախերգանքով։ Հանրաճանաչ օպերան գրվել է ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի պիեսի։ Ֆրանսիական թեման երկմաս համերգում շարունակվում է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի ստեղծագործություններով։ Ամբողջ աշխարհին դիմել են ֆրանսիացիները, որ այսօրը ամբողջ աշխարհում տեղի ունենա ինչ-որ համերգ եւ այդ համերգը նվիրվի ուրեմն Աստվածամորթ տաճարի 850-ամյակին։ Շատ տեղերում երգեհոնային երաժշտության համերգ է կամ երգեհոնը սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մենք ուրեմն ընտրեցինք այս տարբերակը, որ մեկ բաժին ֆրանսիական երաժշտություն ֆրանսիական մենակատարի հետ։ Այս համերգին հրավիրված մենակատարներն առաջին անգամ էին Հայաստանում։ Առաջին բաժնում ելույթ ունեցավ իտալացի կլարնետահար Ջամպիերո Սոբրինոն, կատարեց Մոցարտի կլարնետի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Այս ժանրում Մոցարտի գրած վերջին գործն է։ Դաշնամուրային կոնցերտ ձախ ձեռքի համար այս ստեղծագործությունը գրվել է ավստրիացի դաշնակահար Պաուլ Վիտգենշտայնի խնդրանքով։ Նա առաջին համաշխարհային պատերազմում կորցրել է աջ ձեռքը, բայց շարունակել է համերգային գործունեությունը անվնաս մնացած ձախ ձեռքով եւ համապատասխան նվագացանք ունենալու համար դիմել է մի շարք կոմպոզիտորների, առավել կենսունակը Ռավելի գրած կոնցերտն է։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել դաշնամուրային նվագամասին, որը չպիտի զիջի երկու ձեռքով կատարվող երաժշտությանը, մինչ նվագախումբն ապահովում է անընդմեջ սիմֆոնիկ զարգացումը։ Ստեղծագործությունը ներկայացրեց ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնկլը։ Նույնիսկ Վիտգենշտայնը կարծում էր, որ Ռավելը շատ բարդ կոնցերտ է ստեղծել միայն ձախ ձեռքով կատարելու համար։ Այդ հիասքանչ երաժշտությունը այսօր կհնչի ֆրանսիական տաճարի հոբելյանի հայկական համերգում։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եւ ելույթ եմ ունենալու այս հիանալի նվագախմբի հետ։ Խորեոգրաֆիկ պատկեր, այսպես է բնորոշել Ռավելը լայն ճանաչում ստացած իր այս գործը, որի հիմքում հեղինակի խոսքով 3 հիմնական բաղադրիչի՝ ռիթմի, մեղեդու եւ տեմպի անփոփոխ լինելու սկզբունքն է։ 20-րդ դարի նվագախմբային գործիքավորման ամենահայտնի գլուխգործոցներից մեկով՝ բոլերոյով ավարտվեց հայկական առաջին համերգը նվիրված Փարիզի Աստվածամորթ տաճարի հերթական հոբելյանին։ Հերմինե Հակոբյան, Վարդգես Մանուկյան, ձայնագիր։ Երաժշտություն, կենթանի խոսք եւ զրույց երաժիշտների հետ։ Մայիսի 7-ին հենց այս ձևաչափով Մեծո ակումբում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն։
Հնչեցին կամերային գործեր, 4 հայերեն, ալտի և դաշնամուրի համար ֆիլմերի երաժշտություն։ Ելույթ ունեցան Արսլուն Գադուետը, Թալալյան Լարային Քարյակը, սոպրանո Իրինա Զաքյանը և ֆլեյտահար Նելի Մանուկյանը։ Եթե երաժշտությունը չլիներ, կյանքս անիմաստ մի բան էր լինելու։ Երաժշտությունը մխիթարանք է ինձ համար։ Նման ձևաչափով Տիգրան Մանսուրյանի առաջին երևանյան համերգն է։ Ինչպես ինքն է ասում, սա համերգային սրահի եւ սալոնի մի միջանկյալ վիճակ է։ Յուրաքանչյուր գործից առաջ մաեստրոն դրա ստեղծման պատմությունն է ներկայացնում, անմիջական կապ ստեղծում իր եւ հանդիսատեսի միջև։ Սա ոչ ստանդարտ եւ պետք է ասեմ վստահ Հայաստանում առաջի իր տեսակի մեջ առաջի փորձն է լինելու։ Այս տեսակ հանդիպումները սալոնային բնույթ են կրում եւ շատ տարածված էին, ասենք 19-րդ դարվա վերջում Եվրոպայում։ Երաժշտություն գրելն ինձ համար ոչ թե պահի ներշնչանք է, այլ տառապալի աշխատանք, ասում է մաեստրոն։ Ես պետք է շատ չարչարվեմ եւ չգիտեմ դրանից հետո արդյունք կլինի թե ոչ, որովհետեւ գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է։ Այստեղ երևանյան բակն է թթնիով։ Իր մանկության պատկերը մաեստրոն կարոտով է հիշում, այդ ամենը նախտացրել, պիես է դարձրել։ Այս խումբը շատ համակրելի երիտասարդներ են, ես շատ եմ սիրում իրենց, պատրաստական եմ Բերինասյանի դյուրահաղորդ են ամեն մի նրբերանգի ուղղությամբ, որ ես խնդրում եմ անեն։ Մեր համատեղ աշխատանքը ինձ շատ է ուրախացնում, ստերեոտիպ պետք է ես շարունակեմ սա նոր գործեր անելով։ Ճիշտ ասած, այդպիսի մտքեր ունեմ, որովհետև իրենց հետ աշխատելիս գործը առավել հղկելու ծրի հնարավորություն կա։ Տարիներ առաջ քրոջ Արաքս Մանսուրյանի հետ մաեստրոն 4 երգերի շարք է գրել Համո Սահյանի բանաստեղծություններով։ Խոսքի ու երաժշտության վարպետները հարևաններ են եղել, հաճախ հանդիպել իրար։ Այդ շարքը Տիգրան Մանսուրյանը Մայրամուտի երգեր է անվանել։ Ասում է, ինչպես դրանց բովանդակությունն էր Մայրամուտի, այնպես էլ Սահյանի տարիքն արդեն Մայրամուտին էր մոտենում։ Անձամբ ես մանկությունից նվագում եմ երաժշտությունը մեծ հաճույքով, դա հավերժ երաժշտություն է, այսօր մեր աչքի առաջ կատարվում է հավերժություն։ Երջանիկ եմ, որովհետև բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել կատարելու մեր հրաշալի վարպետի բարձրարվեստ երաժշտությունը տարբեր բեմերում։ Միշտ մեծ բավականությամբ եմ կատարում նրա ստեղծագործությունները, որովհետև միաժամանակ նրա ստեղծագործություններում իշխում են պարզությունը եւ խորությունը։ Կինոյի աշխարհ Տիգրան Մանսուրյանը 1964 թվականին է մտել։ Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ առաջարկ ստացավ փաստագրական մի ֆիլմի համար երաժշտություն գրել։ Այդ աշխարհն անսովոր, բարդ, բայց եւ շատ հետաքրքիր ու անակնկալներով լի էր երիտասարդ կոմպոզիտորի համար։ Շատ կարճ ժամանակ հետո 1969 թվականին հենց նրա երաժշտությամբ էկրան բարձրացան Մենք ենք մեր սարերը եւ Նրան գույնը ֆիլմերը, որոնց հաջորդեցին Աշնանարևը, Կիքորը, Կտորմը երկինքը եւ այդպես մինչեւ 1985 թվականը։ Ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկ վերջին տարիներին չի ունեցել, եւ լավ է, որ չկա, ասում է մաեստրոն, որովհետեւ չի կարողանում մերժել։ Լիլիթ Գրիգորյան, Վարդգես Մանուկյան, Ձայնագիր։ Պատանի վիրտուոզ, Խաչատուր Ավետիսյանի արժանի հետնորդ, պատանի տաղանդ։ Շատերն այսպես գիտեն 16-ամյա կանոնահար Նարեկ Կազազյանին։ Չնայած տարիքին, Նարեկն արդեն հասցրել է լինել աշխարհի շատ երկրներում եւ իր կատարողական արվեստով հիացնել ու զարմացնել շատերին։ Մայիսի 7-ին ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում Նարեկ Կազազյանի մենահամերգն էր։ Վանաձորցի այս պատանին 6-7 տարեկանում, երբ դեռ հազիվ էր կանոն բռնում, արդեն հայտնի էր իր կատարումներով։ Նարեկը 2004 թվականից սովորում է Վանաձորի Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում դաշնամուրի եւ կանոնի բաժիններում։ 2006 թվականից Նոր անուններ ասոցիացիայի անդամ է, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ կատարողների երկրորդ մրցույթ փառատոնի դափնեկիր։
Արժանացել է Կոմիտաս լավագույն կատարող մրցանակին։ 2009-ին մասնակցել է Մոսկվան դիմավորում է ընկերներին 4-րդ փառատոնին, որից հետո Վլադիմիր Սպիվակովի կողմից ստացել հրավեր մասնակցելու Մոսկվայի վիրտուոզներ նվագախմբի 30-ամյակին նվիրված համերգին։ Նարեկը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Չինաստանում, Իտալիայում, Հորդանանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ 2012 թվականին նա ներկայացրել է Մեր երկիրը պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում եւ արժանացել 3-րդ մրցանակին։ Եթե մարդը իր կատարման մեջ աճ չի արձանագրում, արդեն դառնում է սովորական եւ ոչ հաճելի, դրա համար ամեն անգամ պետք է նոր բան ներկայացնես, որ հանդիսատեսը ամեն անգամ սպասի քո նորությանը, ոչ թե հասկանա թե դու ինչ պետք է անես։ Ազգային պատկերասրահ փառատոնի համերգին Նարեկը բացի մենանվագներից հանդես եկավ նաև դաշնամուրի եւ ազգային այլ նվագարանների նվագակցությամբ։ Բեմում նրա ընկերներն էին Թավրիզյանի անվան պետական քոլեջից։ Երեկոյին Կոմիտասի Եկմալյանի, Խաչատուր Ավետիսյանի գործերից բացի հնչեցին նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների փոխադրումներ։ Նարեկ Կազազյանը կատարեց նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կանոնահար Ծովինար Հովհաննիսյանի հայկական թեմաներով արված իմպրովիզացիաներն ու կանոնի համար 3 կոնցերտը։ «2003 թվականին գրված այս ստեղծագործությունը ծնվել է հեղինակի Արցախի հերոսամարտի ընթացքում ունեցած ապրումներից ու հույզերից։ Ծովինար Հովհաննիսյանը կանոնի համար բազմաթիվ գործեր ունի գրված։ Նրա կարծիքով կանոնը տեխնիկական լայն հնարավորություններ ունեցող եզակի գործիք է։ Ես սկզբում դաշնամուր եմ նվագել, բայց գերվեցի կանոնի այդ լուսավոր տեմբրով եւ կարծում եմ իր միջով կարողացել եմ իմ ներքին ապրումները վերհանել, փոխանցել նաև իմ կանոնի կատարող ընկերներին, օգնել նրանց, որ եւս մեկ անգամ այդ հմայքը զգան այդ նվագարանով։ Թեև կանոնը հայկական նվագարան է համարվում, սակայն մասնագետների փաստմամբ ստեղծագործություններ քիչ են գրվում։ Ազգային պատկերասրահ փառատոնի մայիսի 12-ի համերգին հանդես կգա Միրզոյանի անվան Լարային քառյակը։ Լուսինե Բալյան, Ավետիս Պետրոսյան, Ձայնագիր։ Արամ Խաչատրյանի 110-ամյակը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի ղեկավար դիրիժոր Կարեն Դուրգարյանը վերջերս հյուրախաղերով եղել է Նիդերլանդների թագավորությունում։ Այնտեղ նրա ղեկավարությամբ Թաթարստանի օպերայի եւ բալետի թատրոնը ներկայացրել է Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետը։ Արամ Խաչատրյանի Սպարտակը հյուրընկալվել է Նիդերլանդների թագավորության 16 քաղաքներում։ Միայն Ռուսաստանի 8 թատրոններում տարբեր մեկնաբանություններով Սպարտակ է կատարվում։ Մարինյան թատրոնում վերջերս վերականգնվել է հայտնի խորեոգրաֆ Յակոբսոնի բեմադրությունը։ Նա է առաջին անգամ Սպարտակին պարային շարժումներ հաղորդել։ Օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի ղեկավար դիրիժոր Կարեն Դուրգարյանին պարբերաբար հրավիրում են ղեկավարելու տարբեր նվագախմբեր։ Հուլիս ամսին 5 ներկայացում կլինի Մարինյան թատրոնում, ուր նշվելու է Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Դիրիժորը հիմա պատրաստվում է մասնակցել Նուրիևյան փառատոնին։ Հայտնի Նուրիևի փառատոնը Կազանում է լինում, այնտեղ աշխարհի լավագույն արտիստներն են ելույթ ունենում բալետային, որովհետեւ այդ Նուրիևյան փառատոնը շատ հայտնի ամբողջ աշխարհում, Գրանդ օպերայից, Մարինյանից, մեծ թատրոնից, բալետային այս խմբերի, խորեոգրաֆների եւ բալետային, այսպես ասած, հայտնի մարդկանց հետ աշխատում ենք եւ այդ կապերը կամաց-կամաց փորձելու ենք ներմուծել Հայաստան, որը շատ կարևոր է մեզ համար։ Հայաստանյան խմբերի հյուրախաղերի պակասի պատճառն իհարկե միջոցների անբավարարությունն է, բայց ոչ միայն։ Կարեն Դուրգարյանը մշակույթների շփման փոխներգործության համար կարևոր է համարում անձնական շփումները, կապերը արտասահմանցի իմպրեսարիոների հետ։
Կազանի օպերայի եւ բալետի թատրոնն օրինակ տարվա ուղիղ կեսը հյուրախաղերով է հանդես գալիս տարբեր երկրներում։ Այն ներկայացումները, որը մենք ունենք, որոնք կարծում եմ, որ հնարավոր են, որ մեկնեն արտասահման, դրանք ծավալով շատ մեծ է։ Նվագախմբի եւ երգչախմբի արկայությունը այստեղ շատ լուրջ ֆինանսավորման կարիք կա, բայց կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պետք է աշխատենք, որպեսզի դրսից իմպրեսարիոներ գան եւ տեսնեն մենք ինչ ունենք, որտեղ ներկայացումներ կան, որոնք արժանի են մեկնելու։ Կարեն Դուրգարյանի խոսքով կան երկրներ, որտեղ մեր խմբերը միանշանակ կարող են մրցունակ լինել։ Մեկ շաբաթից օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը մեկնելու է Կատար։ Բալետային խումբը նույնպես հյուրախաղերով հանդես է գալու այնտեղ։ Նախնական տեղեկություններ կան, որ հայաստանյան Սպարտակը կներկայացվի Եվրոպայում, Հայաստանը նախագահելու է Եվրոպայի խորհրդում։ Արտաքին քաղաքական այս լուրջ իրադարձության հանդիսավոր երեկոն բացվելու է Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետով։ Աննա Թամրազյան, Արթուր Մանուչարյան, Ձայնագիր։ Ձայն, լռություն եւ կատարյալ ներդաշնակություն։ Երաժշտական գործիքներ, որոնց ամեն հնչյուն տարածում է հանգստություն եւ լույս։ Զանգակներ խումբը զանգակներին շատ նման գործիքներով նվագում է տարբեր ստեղծագործություններ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նրանք կատարեցին Կոմիտասի գործերը։ Խմբի գեղարվեստական ղեկավարն է Շահե Քեշիշյանը։ «2005 թվականին համերգային շրջագայությամբ Հայաստանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմի մի նվագախումբ, որը անսովոր եւ շատերիս անծանոթ գործիքներով էր հանդես գալիս։ Գործիքները շատ նման էին զանգակների։ Շրջագայության ավարտին խումբն իր գործիքները նվիրեց արարեզյան թեմին, առաջարկելով Հայաստանում էլ նմանատիպ մի խումբ ստեղծել։ Քանի որ այս գործիքը հայերենում անվանում չուներ, պայմանականորեն զանգակ կոչեցին, խմբի անունն էլ զանգակներ։ Խմբի ղեկավարությունը ստանձնեց երաժիշտ Շահե Քեշիշյանը։ Հարվածային այս գործիքը պրոֆեսիոնալ չի համարվում։ Աշխարհի տարբեր անկյուններում այն դասավանդվում է դպրոցներում, երեխաների մոտ ռիթմի զգացողությունը զարգացնելու նպատակով։ Այն ունի 3 օկտավա դիապազոն։ Շահե Քեշիշյանի խոսքով օգտագործվում է որոշակի սահմանափակումներով։ Խումբը հաճախ համերգների ընթացքում օրորոցայիններ է կատարում, քանի որ գործիքի թափանցիկ եւ մաքուր հնչողությունը թույլ է տալիս կատարել մեղեդային եւ բարի ստեղծագործություններ։ Խմբում ներգրաված են տարբեր երաժիշտներ, մարդիկ են, ովքեր սիրում եւ հասկանում են այս գործիքի էությունը։ Ովքեր որ բնույթով նման էին զանգակների էյության կամ բնույթին, մնացին եւ շարունակեցին, որովհետեւ փոփոխություններ եղան տարիների ընթացքում կազմի մեջ, բայց հիմնականում մնացին այն մարդիկ, ովքեր նվիրվեցին, ովքեր հավատացին, սիրեցին եւ բնավորությամբ եւ էյությամբ նման են այս գործիքները։ Կոմիտասի ստեղծագործությունները հնչում են շատ բեմերից, սակայն այս համերգին Կոմիտասը այլ կերպ է ներկայացվում։ Իր ինքնանկարներից մեկի վրա Կոմիտասը գրել է. «Էս էլ ես եմ»։ Զանգակներ խումբն այս համերգին այդ վերնագիրն իբրև խորագիր է վերցրել։ Փորձելու ենք Կոմիտասին նաև ցույց տալ այն մյուս լուսավոր դիմագծերը, որոնք սովորաբար անտեսվում են կամ մեզանում Կոմիտասը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ թախծոտ, տխուր, վշտալի եւ այլն, բայց ինքը իրականում կյանքում եղել է շատ կենսուրախ, շատ կատակասեր, մանկական չարաճճիությամբ լի
փորձելու ենք ընթերցել իր բանաստեղծություններից իր հումորները, իր նույնիսկ կատակ երգերը։ Համերգի ընթացքում երաժիշտները կարդում էին Կոմիտասի հումորային ոտանավորները, պատմում նրա հուշերից։ Ստեղծագործությունների կատարմանը միացան նաև այլ նվագարաններ՝ Դաշնամուր, Բլուլ եւ Տավիղ։ Մարինե Քոչարյան, Վարդգես Մանուկյան, Ձայնագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը բրիտանական RP Musical Management կազմակերպությունը եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 18-ին ներկայացնում են Dimension տրիոյի համերգը նվիրված Բենջամին Բրիտենի 100-ամյակին։ Օպերային թատրոնի եւ տրիոյի կատարմամբ կհնչեն Բեթհովենի եռակի կոնցերտը եւ Բրիտենի դաշնամուրային կոնցերտը։ Երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյան։ Գալիք շաբաթ սպասվող մյուս համերգների մասին ձեզ կտեղեկացնի հաջորդ տեսանյութը։ Ջութակահարներ Արամ Ասատրյանը, Սոնա Ազարյանը, Արտահար Արմեն Թորոսյանը եւ թավջութակահար Վահան Գրիգորյանը այն տաղանդաշատ երաժիշտներն են, ովքեր միավորվել են մեկ գաղափարի շուրջ եւ ստեղծել Էդվարդ Միրզոյանի անվան լարային քարյակ։ Ապրիլի 7-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել լարային քարյակի հիմնադրմանը նվիրված միջոցառում։ Գիրակի մայիսի 12-ին ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում քարյակի երկրորդ համերգն է լինելու։ Կհնչեն Շոստակովիչի 8-րդ կվարտետը եւ Միրզոյանի թեման եւ վարիացիաները։ Մայիսի 15-ին եւ 16-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը կներկայացնեն Hollywood Non-Stop համերգային ծրագիրը, որին աջակցում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը։ Hollywood Non-Stop-ն ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է։ Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել Երևանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանող ունկնդրել է հոլիվուդյան Խիզախ սիրտը, Կարիբյան ծովի ծովահենները, Կնքահայրը, Մի անգամ Ամերիկայում եւ այլ կինոնկարների սաունդթրեքերը։ Այս տարի Hollywood Non-Stop-ը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները մշակվել են հատուկ երիտասարդական նվագախմբի համար։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 17-ին կկատարի հատվածներ Տիգրան Մանսուրյանի Ձյունե Թագուհի բալետից, Ջիվան Տեր-Թադևոսյանի Պագանինի 5-րդ սիմֆոնիան, Ջորջ Գերշվինի Ամերիկացին Փարիզում սիմֆոնիկ պոեմը եւ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրային կոնցերտը։ Մենակատար Հայկ Մելիքյան, դիրիժորական վահանակի առջև կլինի Ռուբեն Ասատրյանը։ Համերգի սկիզբը ժամը 19-ին։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի մյուս համերգը մայիսի 24-ին է։ Նվագախումբը ներկայացնում է Ռոբերտ Ամիրխանյանի կանտատ սիրո ստեղծագործությունը, մասնակցությամբ Հայաստանի պետական, Երևանի պետական, Հովեր պետական կամերային երգչախմբերի եւ կոնսերվատորիայի Կոմիտաս երգչախմբի։ Մենակատար Սեդա Ամիրկարայան, դիրիժոր Ռոբերտ Մլքեյան։ Երաժշտությունը բավական է ողջ կյանքի համար, սակայն ողջ կյանքը բավական չէ երաժշտության համար։ Խոսքերի հեղինակը Սերգեյ Ռախմանինովն է։ Մի վատնեք ձեր կյանքի թանկարժեք րոպեները, լցրեք եւ իմաստավորեք դրանք երաժշտությամբ։ Կհանդիպենք մեկ շաբաթից, ցտեսություն։